Ասի լավ չես զգում քեզ, ինչ-որ բանա պատահել, կարող է լավ չես։ Ասեց չէ, մամ, հոգնած եմ, գնամ քնեմ։ Գնա քնի։ Անօթաչուի ձայնը լսվեց ու ամեն ինչ ավարտվեց այդ օրը։ Հետը խոսալուց ունեց տպավորություններ, որ ինքը ընդհանրապես պատերազմի դաշտում էլ չի։ Շանթը պատերազմի օրերին գրառումներ է արել։ Ըստ երևույթի, եթե ինքը առաջ էջից գրած լիներ ու հատուկ քննչականում տեսած լինեին գրառումները, հնարավոր է որ չտային անգամ այդ օրագիրը մեզ։ Պիտի իր կյանքի ընթացքում հասցներ անել այնպիսի մի բան, որի մասին պետք է այսօր խոսվեր, եւ ինքը արել է դա։ Ծմբրանը ծնվեց դեկտեմբերի 14-ին, ցուրտ էր, շատ ցուրտ ձմեռ էր, բայց ինքը լուսավոր, պայծառ, այսպես ժամանակների համար շանտ անունն էր շատերի համար, այսպես նոր եւ ասոցիացիան էլ ուրիշ բաների հետ էր, մենք բացատրեցինք իրեն, թե ինչ է շանթը իրենից ներկայացնում եւ որ շանթը դա կայծակն է, դա հուրն է եւ ինքը վաղ տարիքից փոքր տարիքում անգամ խաղալուց, երբ մենակ խաղում էր անգամ, ինքն ասում էր, որ ինքը եղբայրներ ունի, կայծակն ու որոտը։ Իրականում հենց շանթ էր ինքը, շատ էր շանթ, կայծակնային, մեծացավ այդպես արագ, շատ կայծակնային, ապրեց այդպես արագ, հեքիաթներ էր կարդալ տալիս անընդհատ, հետաքրքիր էր, որ ինքն էր ընտրում, բայց պարտադիր քնում էր հեքիաթներ լսելուց եւ կարող է մեկ հեքիաթը մի քանի անգամ ամեն երեկո ինքը կարդար եւ դրա հետ մեկտեղ նաեւ անգիր էր անում, միշտ վազում էր, շանթը միշտ շտապում էր։ Շանթի կյանքը այնպես գծագրված էր, իր օրը այնպես գծագրված էր, որ ինքը ուղղակի հասցնում էր այդպես շտապելով հասնել այս կետից, այն մյուս կետը, այն մյուս կետից, այն մյուս կետը, որպեսզի հասցներ այն ինչ որ պլանավորում էր։ Այնքան ժպտերես եւ ուրախ էր, դրական, այսպես շատ դրական եւ բնականաբար առաջինեկն էլ լինելով շանթով ապրում էինք, սեր էր տալիս եւ այդ սերը տալիս էր փաստացի ոչ թե միայն իր այսպես փոքրիկ ընտանիքում, այլ նաեւ մտերիմ հարազատներին, որոնց կյանքը շանթ փոխեց իր գալով եւ շրջան է լինում, երբ որ մարդիկ այսպես դժվարին շրջաններից հետո մի լույս է լինում, այլ շանթը այդ լույսն էր, որը իսկապես սեր էր տալիս։ Եթե վատ տրամադրություն է ունենում, եթե ինչ-որ վատ օր էր լինում իմ մոտ, առաջինը հիշում էի շանթին։ Առաջին բանը, որ պետք է անեի, այդ շանթին զանգելն էր, պայմանավորվելն էր, հետո զրուցելն էր։ Ինքը մոտ էր բոլորին, բայց իրեն շատ մոտ չէր թողնում։ Երևի եզակիները կան, որ կարող են ասել, որ շանթի հետ մտերիմ են եղել։ Գնահատում էր ընկերությունը զուտ, որպես ոչ թե այսպես դա ընկերներ ենք, չէ, նրա համար ընկերասիրությունը դա ավելի այսպես վեհ գաղափար էր։ Չէր համընկնում կյանքի այն հունին, որով որ սաղ գնում էին։ Միշտ հոսքին հակառակա գնացել, տեսել ենք օրինակի համար ոնց չի համակերպում են մարդկանց հետ, ովքեր ձև բռնած են, դիմակներով են եւ այլն։ 2020-ի հունվարի 8-ին ճանապարհեցինք իրեն ծառայության անցավ Կապան քաղաքի մեջ, հենց հրետանային գունդ կար, որտեղ ինքը անցավ ծառայության։ Գլխուղեղի անոթների սնուցման խնդիր ուներ, որը միգրեն ուներ եւ որոշակի սահմանափակումներով մեկնեց ծառայության։ Եվ այնպես ստացվեց, որ ծառայությունը սկսելուց գրեթե 1 շաբաթ հետո խնդիրները սկսեցին տեղի տալ եւ Շանթը 8 ամսվա իր ծառայության գրեթե 6 ամիսը
ստիպված էր բուժկետում եւ հոսպիտալում անցկացնել, որովհետեւ խնդիրները այնպեսին էին լինում, որ զորամասում անգամ իրեն չէին ուզում շարայինի հանեին, որովհետեւ շարայինին անգամ կրակային գնալուց վերջույթները կարող էին թուլանալ եւ Շանթը ուղղակի չկարողանար ոտքի վրա մնալ, ուշագնացության հասնել։ Ծառայությունից էլ խոսել է էլի գրելով, ինքը չի բարձրաձայնել իրականում ինչ է կատարվում, ինչ է տեսնում, ինչ է անում։ Շանթը իրականում նշանակվել էր կառավարման մարտկոց, որպես իր ծառայությունը կառավարման մարտկոցում էր անցնում։ Թե սեպտեմբերի 28-ին պետք է գարատաքննությունը սկսվեր ու այն երեխեք, ովքեր ունեցել են սահմանափակումներ, բոլորին տեղափոխել են երկրորդ դասակ, որը որ մենակ այդ մի դասակը պետք է գարատաքննությանը չմասնակցեր։ Գարատաքննությունից մի օր առաջ պատերազմը սկսվում է ու այդ դասակը, որը որ ընդհանրապես կարելի է ասել հրետանու հետ գործ չի ունեցել, հայտնվել է կռվի դաշտում հրետանու հետ։ Շանթը փաստացի այդ շրջանից դարձել էր հրետանավոր հենց, որովհետև հրետան կողքն է եղել, չնայած մենք էլ դա հետո ենք էլի ընթացքում ենք հասկացել։ Արդեն այդ կամավորականն էր պատմում, ասում է 5 հրետանի էր իրար կողք շարած, Շանթեն եղել են մեջտեղի հրետանին։ Ասում է, երբ որ իրանք սկսում էին աշխատել թիրախների վրա, մենք մեր գործը մոռանում էինք, մեր գործը թողում էինք, նայում էինք իրանք ինչ ճշգրտությամբ են աշխատում ու ոնց են խոցում։ Երևի գրեթե ամեն օր Շանթի զանգ էինք ստանում։ Կարճ, շատ կարճ զանգ, որ պարզապես ասի, որ ինքը լավ է ու իմանա մենք ինչպես ենք։ Հետը խոսալուց ունեց տպավորություններ, որ ինքը ընդհանրապես պատերազմի դաշտում էլ չի, անգամ եթե ինքը մեր ձայնի մեջ ինչ որ երանգ էր զգում։ Հետո զանգում էր ինչ որ մեկին, հորեղբորը կարող էր զանգել դրանից հետո ասեր մամայի ձայնը դուրս չեկավ, անհանգիստ էր, զանգի ասա, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է, հանկարծ չանհանգստանան։ Մի բան էլ ինքներ են տեղից մեզ հանգստացնում եւ դա դարձավ պատճառ, որ ամեն իր զանգը գալուց առաջ հենց տեսնում էի զանգում էր, նախ եւ առաջ հավաքվում էի, հետո էի զանգին պատասխանում, որ իրեն ավելորդ անհանգստություն չպատճառեմ։ Եվ միշտ այդ զանգերից հետո միշտ մտածում էինք, հետո դες որտեղ է։ Ոչ ձայն, ոչ մի բան չի խոսում, միայն լավ ենք, ամեն ինչ լավ է։ Երբ հարցնում էի Շանթ, ուտելիք ունեք, լիքը, սնվում եք, ամեն ինչ շատ է։ Հետո գրառումներից հասկացանք, որ առաջի 3 օր ընդհանրապես սնունդ չեն ունեցել, 4-5-րդ օրը նոր սնունդ է իրանց հասել, հետո էլի ընթացքում սոված են եղել։ Ոնց որ զանգում ենք, որ մենք իրան հույս տայինք, հակառակ ինքն էր այդպես լավ մոտիվացված, դրական էմոցիաներով, պոզիտիվ, այդպես խոսում, ուրախանում, ուրախացնում մեզ անգամ էլի ոնց որ։ Դու քեզ ված չես զգում հարցից, որ դու գլխացավեր չունես, դու ոնց ես դիմանում, դու գլխացավեր չունես, ինձ պատասխանեց, ասեց մամ էստեղով է ցավ հիշում։ Մի անգամ միայն հորն ասեց, որ ջուրն է պակաս։ Ու 6 րոպեին ասի ոնց ջուր չունեք, հենց հիմա մեքենայի մեջ ինչքան ջուր է տեղավորվում, բարձում եմ, շարժվեմ դեպի ձեր կողմ։ Այսպես միան դադար տվեց եւ ասեց գժվել ես, սա քո տեղը չի։ Հոկտեմբերի 7-ն էր երևի, որոշել էր, որ պետք է զանգեր բոլորին։ Հերթով զանգել էր տատիկներին, պապիկներին, հորաքրոջը, որոշել էր, որ ինքը պիտի բոլորի հետ խոսի։ Եվ բոլորը զանգում էին, հետո Շանթը զանգեց, Շանթի հետ խոսեցինք, ձայնը լսեցինք ու զարմացած էինք, թե ոնց է ստացվել, որ ինքը որոշել է այդ քայլին գնալ։ Միգուցե զգացողություն էր։ Հոկտեմբերի 9-ին երեկոյան հեռախոսը զանգեց։ Հայրը վերցրեց հեռախոսը, հետո խոսեց, ասեց ու լսում եմ, որ ասում է ձայնդ մի տեսակ է, լավ չես զգում քեզ։ Ասում է չէ, նորմալ է ամեն ինչ, ուղղակի չէի կապվում ու մանտրաշեի, որ պիտի հետներդ չխոսեի։ Ես վերցրեցի հեռախոսը ու նույն զգացողությունն ունեցա, որովհետև այդ օրը իր ձայնը իսկապես նախորդ
նախորդների նման չէր։ Ավելի հոգնած էր, ավելի հուսահատ էր, ավելի տագնապային էր, չգիտեմ, նման չէր իրեն ընդհանրապես։ Ասի լավ չես զգում քեզ, ինչ-որ բանա պատահել, կարող է լավ չես։ Ասեց չէ, մամ, հոգնած եմ, գնամ քնեմ։ Գնա քնի։ Եվ շատ անջատել էի, մտածում էի, ինչ իմանաս, ինչ տեսավ, ինչ կատարվեց, ինչի էր այդպես եւ արդյոք քնելու է։ Դա վերջինն էր, ինչ Շանթը ասաց։ Անօթաչուի ձայնը լսվեց ու ամեն ինչ ավարտվեց այդ օրը։ Ամսի 11-ին շատ ուշ գիշերը, բնականաբար արդեն 2 օր էր Շանթից լուրջ ունեինք։ Ամսի 11-ի ուշ գիշերը ունացանք, որ ամսի 10-ին առաջի հայտարարված հրադադարից հետո, երբ 3 կողմը բանակցեցին ու լուսադեմին հայտարարվեց, որ հրադադար է լինելու ժամը 12-ից եւ անհայտ ժամանակով շատ արթնացա, այսպես վեր էի կացել, շատ սկզբից շատ ուրախ այդ մտքից, որ վերջապես մի քիչ կհանգստանան, վերջապես։ Հետո շատ տարօրինակ զգացողություններ ունեի, շատ վատ էի զգում ինձ ու չէի հասկանում այդ պահին ինչ է կատարվում։ Ամեն ինչ փոխվեց, այդ հանգստությունը, այդ ամեն ինչը դարձավ շատ ծանր տագնապային վիճակ։ Ինձ համար այդ ժամանակ լրիվ անհասկանալի։ Ես միայն ասում էի, որ ես այս բոլոր օրերին երբեք այսպես վատ չեմ եղել։ Խելագար զգացողություն ունեի, որ չէ ոչ մի կերպ բացատրություն չուներ ինձ համար։ Ես հետո հասկացա, որ դա երևի այն մայրական զգացողությունն է, որը ասում են, որ լինում է տագնապը մայրական, որովհետև իմացանք, որ Շանթը վիրավորում է ստացել հենց հոկտեմբեր 10-ի 12-ից մինչև կես, երբ խախտեցին հրադադարը, այսինքն այդ պահին մենք ուղղակի այդ ժամանակ երբ իմացանք, մենք գիտեինք, որ Շանթը զոհվել է այդ ժամանակ։ Մնացած շատ մանրամասներ արդեն իմացել ենք ամիսներ հետո, ինչպես, ինչ ձևով, ինչ ընթացքով, որ իրականում վիրավոր է եղել, այդ ամբողջը արդեն իմացանք ամիսներ հետո։ Հոկտեմբերի 1-ից ջնջել էր, մինչև 9։ Մենք ենթադրեցինք, որ ինքը ամեն օր նախորդ օրը ջնջում էր, բայց հոկտեմբերի 10-ին արդեն չէր էլ հասցրել ամսի 9-ը ջնջել, որովհետև վերջի ջնջվածը ամսի 8-ն է հոկտեմբերի։ Հուղարկավորությունից հետո արդեն խոսում է Ելենի հետ ու մտածում ենք, որ մեզ ոչ մի բան չփոխանցեցին Շանթից։ Ու Շանթի գրպանում գոնե մի գրիչ պետքա լիներ։ Եվ Շանթի հայրը այսպես համառորեն փնտրեց եւ հատուկ քննչականից գտավ մի այսպես փաթեթ փոխանցել էին իրեն, որի վրա գրված էր Շանթի անունը։ Ես վերցրեցի անգամ մեքենա նստելուց բանից հետո այնքան էի շտապում տուն հասնել, որ իրերը բերեմ տուն հասցնեմ, նայենք, կիսվենք բան ու որ ոչ նայեցի այդ բանը ինչ կա տոպրակի մեջ։ Արագ
Քշել եմ, եկել եմ, հասել եմ տուն։ Մեզ համար այսպես շատ անակնկալ այդ փոքրիկ նոթատետրի նյութը, որ բացում ես ու տեսնում ես, որ Շանթը պատերազմի օրերին գրառումներ է արել։ Ըստ երևույթի, եթե ինքը առաջի էջից գրած լիներ ու հատուկ քննչականում տեսած լինեին գրառումները, հնարավոր է որ չտային անգամ այդ օրագիրը մեզ, Շանթը գրել էր օրագրի մեջտեղից։ Սեպտեմբերի 26-ին, երբ Շանթը զանգեց, սեպտեմբերի 26-ին ինքը ասաց, որ նախորդ գիշերվանից իրենք տագնապի տակ են, համար 1-ի տակ։ Բայց ինչու, ինչ պայմաններում, ինչի համար, ասեց, չեմ կարող ասել, չգիտեմ։ Ասաց, որ ամբողջ գիշեր չեն քնել, եւ հարցին, որ փոխարինող ունեք, գոնե այս գիշեր կքնեք, ասեց, չէ, այս գիշեր էլ չեն քնելու։ Եվ հետո որքան հասկանում ենք, այդպես էլ չեն քնել հաջորդ բոլոր գիշերները։ Որտեվ եթե պատերազմի օրը մեկնարկը բոլորիս համար սեպտեմբերի 27-ն էր, Շանթի գրառումներից պարզ է դառնում, որ գործողությունները սկսված էին արդեն սեպտեմբերի 25-ին։ Երբ նոյեմբերի վերջին, եթե չեմ սխալվում, 20 թվականի Զորամասի հրամանատարը եւ էլի ինչ-որ մեկը եկան մեր տուն այցի, Շանթի հայրը ասեց, կարդաց որոշ բաներ եւ ասեց, դուք տեղյակ եք եղել ամենից, որ սնունդ չեն ունեցել, որ հայհոյել են ձեզ։ Սնունդի համար ասցին, որ այո, իմացել են եւ շատ ծանր է եղել, որովհետեւ սկզբի օրերին իրենց ընդհանրապես հասնել անհնար էր ուղղակի։ Եվ եթե անկեղծ իրենց ընդհանրապես, այսինքն այնպիսի մի բան չկար այստեղ, որ իրենք կարողանային հակադրվել գրառումների մեջ։ Եվ միայն հաստատում էին այն ինչ որ Շանթը հանձնել էր թղթին։ Շանթը մի գրառում ունի, փոքրիկ աֆորիզմի պես, որի տակ գրել էր, այսպես ասում է, եթե ինձ հնարավորություն ընձեռվեր ծրագրավորել մարդու ուղեղը, առաջին հերթին նրանք սովորեցնեին շնորհակալություն ասելու արվեստը։ Եվ դրա տակ մակագրել է դեռ Շանթ Նավոյան, դեռ չգրված գրքից։ Դա էլ մեզ այսպես ստիպեց մտածել, որ դա եղել է երևի Շանթի երազանքներից մեկը, որ մի օր ինքը գիրք է ունենալու։ Եվ դա էլ պատճառ եղավ, որ գիրքը իրականություն դառնա։ Ես պետք է ապրեմ, որովհետև ես սիրում եմ կյանքը։ Ես պետք է ապրեմ, որովհետև ունեմ բացահայտելու գրեթե ամեն ինչ։ Իր զգացմունքներն արտահայտելը շատ ուրիշ կերպ էր անում, Շանթը չէր խոսում, Շանթը չէր բարձրաձայնում, վայ ես ձեզ այսպես այսքան սիրում եմ, այսպես, բայց ինքը կարող էր փոքրիկ մանր դետալներով դա ցույց տալ, այդ տեսակը, որը քիչ է արտահայտվում, արտահայտվելու ձև գտավ թուղթն ու գրիչը։ Դա գրում էր իր ունեցած բառապաշարով, երբ ես ասում եմ Շանթ ջան, բայց կարելի է մի քիչ շտկումներ անենք, էլի անհարմար է, չէ՞ որ Facebook-ում է դրված, կարդում էին, ինքը ինձ ասում էր, դա ընկերում ռանձեր ասած բառերով իմ գրածը լավ չի կարդացվի։ Հիմա իհարկե երբ որ գիրքն եմ կարդում, ճիշտ էր ասում։ Երբ սկսեցինք թերթել, հանել Facebook-ում, համացանցում, փնտրել, կարդալ նորից, այսպես անցնելով, դու որպես վերհիշելու համար, մենք հասկացանք, որ այնքան նյութ կա ծավալուն, որ սա պետք է ուղղակի գիրք դառնա, պետք է հավաքագրվի։ Այսինքն առաջարկ եղավ հիմնադրամ բացելու, բարեգործական հիմնադրամ բացելու, որի միջոցով
գրքի միջոցով կարելի է հիմնադրամը աշխատացնել ինչ-որ նպատակների համար։ Եվ ծառայում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ու արդեն նաև ֆրանսիական համալսարանում մենք արդեն ոսկե սերմեր կրթամրցանակներն ենք տալի Շանթի անվան։ Փաստացի ստացվում է, որ Շանթը իր գրքով այս պահին ապրում է, շարունակում է ապրել, սովորեցնել, դաստիարակել, ինչու՞ չէ նաև մենք ամեն օր նայում ենք Շանթի պատին, նայում ենք մեր հերոսին ու ժեղանում ենք այս երեխաները։ Շանթի երազանքներից մեկն էր, ինչպես հետո պարզվեց, նաև սեփական բակով առանձնատունը, ես իրեն ասում եմ, որ դե դեպքում մենք կսպասենք քեզ, որ վերադառնաս, իրականացնենք դա, ինքը ասում է, գրում է, որ չէ, ես այստեղից ամեն ինչ կանեմ։ Եվ երբ 21 թվին այդ նամականին կարդացի, վերընթերցեցի կրկին անգամ ու հասկացանք, որ դա էլ է այն ցանկություններից ու երազանքներից մեկը, որը մենք պիտի իր առաջնորդությամբ իրականություն դարձնենք եւ դա արվեց նաեւ։ Եվ այս տանը Շանթ բնականաբար չի ապրել, բայց տան մեջ ինքը շատ է իր ներկայությունը ամեն անկյունում եւ նաեւ այս տան մեջ ինքն ունի իր սենյակը, որը տեղափոխվել է նախորդ բնակարանից այնպես ինչպես որ եղել է։ Շատ կարևոր էր, որ Շանթի ներկայությունը լիներ այս տանը ու ամեն ինչ իրենն է, ոնց ինքը թողել է, իր հավաքածն է եւ տնից տեղափոխվելուց նկարներ են արվել, որ նույն ձև դասավորվի ամեն ինչ ու երբ մտնում ես այս սենյակ, տեսնելով իր կոշիկները, հողաթափերը կամ շորերը, դու իր ներկայությունը ավտոմատ զգում ես ու այդ լիցքավորվում ես։ Երբ դու ինչ-որ բանից արդեն հոգնած ես լինում, մտնում ես այս սենյակ, լիցքավորվում ես, նոր ուժ ես ստանում պայքարելու, առաջ նայելու, շարժվելու։ Սա իր սաղավարտն է, որի մասին ինքը գրել է, որ սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ու որ մեզ ապահով էինք զգում։ Սա ինձ տվեցին հենց Զորամասում, իր անունը վրան գրած էր։ Ես Զորամասում իր քնելու տեղը տեսա, որը նայում էր Խուստուփին հենց ու ինքը ընդեղից էլ նկարներ էր անում ու գրառումներ էր անում։ Այն հատվածում, որտեղ մենք կռվել ենք, եղել է ամենաթեժ հատվածը Ջաբրայելի, ջրականի, ու պատերազմի ընթացքում անգամ չենք հասցրել շատ ինչ-որ մի բանի շուրջ խոսել, Շանթը անընդմեջ գրում էր։ Գրել է նրան թե ինչպես է նուրը իրեն փրկում նռնենին, այսինքն փրկում իր վրա կրակող առաջին արկը ընկնում է նռնենու վրա եւ Շանթը գրել է դրա մասին այնքան գեղեցիկ ու գունեղ, դա քեզ թվում է կարդալուց, որ դու ինչ-որ մի վեպից հատված ես կամ մի պոեմից հատված ես կարդում։ Երրորդ օրն էր։ Արագ տեղափոխվեցինք հիմնական կրակակետ ու սկսեցինք արկեր իջեցնել կրակելու համար։ 80 կիլոգրամանոց արկերը իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա։ 2 օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել։ Ոտքերս վազում էին մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում։ Ուշքն ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր։ Ականջիս սուլոց լսվեց։ Գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց։ Պայթյունը մի պահ խլացրել էր։ Ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ, բոլորը լավ են։ 4-ն էլ լավ էին։ Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար։ Արկը ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել։
Հիմա դրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում։ Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել։ Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից։ Իմ ուղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին։ Երրորդ օրն էր։